Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 20-րդ, Հիսուսի հարությունը։ Շաբաթվա առաջին օրն արշալույսին, դեռ լույսը չբացված, Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման և տեսավ, որ քարը գերեզմանից վերցված է։ Այդժամ նա վազեց ու գնաց Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր, և նրանց ասաց. «Տիրոջը գերեզմանից վերցրել են ու չգիտենք, թե որտեղ են դրել»։ Այդժամ Պետրոսն ու մյուս աշակերտը դուրս եկան և գերեզման գնացին։ Երկուսը միասին վազում էին, բայց մյուս աշակերտը Պետրոսից ավելի արագ վազեց և առաջինը գերեզման հասավ։ Նա դեպի ներս կռացավ և կտավներն այնտեղ դրված տեսավ, բայց ներս չմտավ։ Ապա նրա հետևից հասավ Սիմոն Պետրոսը, գերեզման մտավ ու կտավներն այնտեղ դրված տեսավ, իսկ բարշամակը, որ Հիսուսի գլխին էր, կտավների հետ չէր, այլ առանձին տեղում էր ծալված դրված։ Այդ ժամանակ ներս մտավ նաև մյուս աշակերտը, որ առաջինն էր գերեզման հասել, տեսավ ու հավատաց, որովհետև դեռ չէին հասկացել գրվածը, նա մեռելներից հարություն պիտի առնի։ Աշակերտները դարձյալ տուն գնացին, բայց Մարիամը դրսում գերեզմանի մոտ կանգնած լալիս էր։ Մինչ լաց էր լինում, ներս կռացավ դեպի գերեզմանը և տեսավ երկու հրեշտակների, սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված, մեկը գլխի կողմում, մյուսը ոտքերի, և նրանք ասացին նրան. «Ով կին, ինչու ես լալիս»։ Նրանց ասաց. «Որովհետև իմ Տիրոջը վերցրել են ու չգիտեմ, թե որտեղ են դրել նրան»։ Երբ այս ասաց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։ Հիսուսն ասաց նրան. «Կին, ինչու ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Իսկ նա, կարծելով, թե պարտիզպանն է, ասաց. «Տեր, եթե դու ես նրան վերցրել, ասա ինձ, որտեղ ես դրել նրան, որպեսզի վերցնեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Մարիամ»։ Նա շրջվեց ու եբրայերեն ասաց. «Ռաբբունի», որ վարդապետ է նշանակում։ Հիսուսն ասաց նրան. «Ինձ մի մոտեցիր, քանի որ դեռ հորս մոտ չեմ բարձրացել, բայց դու իմ եղբայրների մոտ գնա ու ասա նրանց. ես իմ հոր և ձեր հոր մոտ եմ բարձրանում, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։ Մարիամ Մագդաղենացին եկավ ու աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը և որ նա իրեն այս բաներն է ասել։ Նույն օրը, շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ և դռները փակել, Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. «Խաղաղություն ձեզ»։ Եվ այս ասելով, նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։ Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղություն ձեզ, ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»։ Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. «Առեք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա»։ Բայց Թովմասը, 12-ից մեկը, երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա ասաց. «Եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը
նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա։ 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին։ Նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնեց ու ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Հետո Թովմասին ասաց. «Բեր քո մատը այստեղ և տես իմ ձեռքերը, բեր քո ձեռքը և իմ կողի մեջ խրիր և մի երկմտիր, այլ հավատա»։ Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. «Դու իմ Տերն ես և իմ Աստվածը»։ Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ։ Երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։ Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն, բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։ Այժմ եկեք միասին աղոթենք ու գոհանանք Տիրոջից։ Սիրող ու ողորմած Աստված, շնորհակալ եմ քո կյանք տվող սուրբ խոսքի համար։ Դու ամեն բան արել ես մեզ համար, նույնիսկ կյանքդ ես տվել մեռնող բնությունից մեզ ազատելու համար։ Գրավոր խոսքն ես փոխանցել սերնդից սերունդ, որ եկել հասել է մեզ ու կյանքի հույս է տալիս բոլոր նրանց, ովքեր ի սրտե կհավատան։ Երանի բոլորը հավատան ու փրկվեն և չլինեն անհավատ Թովմասի նման, որը միայն տեսնելուց հետո հավատաց, որտեղ հավատալ պետք չէր, դա արդեն փաստ էր։ Գոհանում եմ քեզանից, սիրելի Հայր։ Շնորհակալ եմ կյանքիս ամեն օրվա համար։